Ինչ է անհրաժեշտ դարի գողությունն իրականացնելու համար։ 2 շիշ հանքային ջուր, քանդող գործիք և 1 մանկական անձրևանոց։ Երևանի կենտրոնական բանկից գողացել էին 1,5 միլիոն ռուբլի, որպեսզի գումարի չափը ավելի հասկանալի լինի, ուղղակի համեմատություն անցկացնենք դոլարի հետ, այն ժամանակվա արժեքով դա մոտ 2 միլիոն դոլար էր, և այդ գումարով կարելի էր ձեռք բերել ավելի քան 143 հատ Նիվա մագնիշի ավտոմեքենա կամ 200 հատ կորպորատիվ բնակարան։ Եկեք համաձայնենք, որ գողերը իսկապես խենթեր էին կամ մարդիկ, ովքեր լավատեղյակ էին կենտրոնական բանկի ելումուտից։ Բանկը թալանելու գաղափարը Զավեն Բաղդասարյանինն էր, ով Պետբանկի աշխատակից էր, իսկ իրականացնողները ազգականներ էին Ֆելիքս և Նիկոլայ Կալաչյանները։ Ֆելիքսին և Նիկոլային միավորում էր ոչ միայն ազգակցական կապը, այլև աղքատությունը։ Բանն այն է, որ կենտրոնական բանկի հին շենքը ուներ հարևան շենք, որի հեռավորությունը մոտավորապես 4 մետր էր։ Ֆելիքս Կալաչյանը մարզիկ էր և կարողացել է մեկ շենքից թռնել մյուս շենքը, լավ իմանալով հանդերձ, որ 3-րդ հարկում պատուհանը բաց է, անվտանգության համակարգը անջատված է, և նա կարողացել է հեշտությամբ ներս մտնել կենտրոնական բանկ։ Մեր պատկերացմամբ սովորաբար գումարները պահում են գետնահարկում, այն ժամանակ գումարը պահվում էր 2-րդ հարկում և պատուհանը և դուռը ամուր փակված էր, սակայն գումարը գրադարանի նման շարված էր և դրան հասնելը շատ հեշտ է։ Ֆելիքս Կալաչյանին հաջողվում է անցք անել առաստաղի վրա, որի միջոցով անցկացնում է մանկական անձրևանոցը, բացում է և շինաղբը լցվում է այդ անձրևանոցի վրա և աղմուկ չի առաջացնում, ինչի շնորհիվ այդ անցքով կարողանում է սողոսկել 2-րդ հարկ, վերցնում է դասավորված ռուբլիներով տրցակը, որը մոտավորապես 15 կիլոգրամ էր, և քանի որ նա մարզված է, նրան հեշտությամբ հաջողվում է այդ գումարը բարձրացնել վերևի հարկ։ Գողությունը տեղի ունենում ուրբաթ օրը և կենտրոնական բանկի աշխատակիցները միայն երկուշաբթի օրն են հասկանում, որ բանկը թալանել է։ Գումարը տղաների մոտ էր, սակայն այն պետք էր սպառել, և այդ նպատակով նրանք գնում են Մոսկվա։ Սակայն գողությամբ հետաքրքրված էին նաև Մոսկվայում և հայտարարում են, որ AI սերիայի, որը ի դեպ նոր դրամաշրջանառության մեջ մտած դրամներ էին, AI սերիայի 100 ռուբլյանոց որևէ մի տեղ տեսնելու դեպքում հայտնեն ոստիկանությանը։ Մեր միամիտ գողերը փորձում են այդ գումարը նախ ռեստորաններում ծախսել, չի